Սա երբևէ իմ փորձած ամենահեշտ, փափուկ ու համեղ փանքեյքի բաղադրատոմսն է։ Երկու հավկիթի վրա ավելացնում ենք մի փոքր աղ, 6 ճաշի գթալ շաքարավազ եւ խառնում ենք։ 250 գրամ մածունի վրա ավելացնում ենք կես թեյի գթալ սոդա, խառնում եւ ավելացնում խմորին։ Ավելացնում ենք նաև 6 ճաշի գթալ ձիթայուղ եւ վանիլին։ Խառնում ենք ձեռքի հարիչով։ 250 գրամ ալյուրը ավելացնում ենք անպայման մաղելով 2 անգամից։ Պետք է ստանանք այսպիսի խտության խմոր։ Թավան նախօրոք լավ տաքացնում ենք եւ հարմար գթալի օգնությամբ լցնում մեր փանքեյքները։ Թավան ձիթայուղով պատելու կարիք չկա։ Պատրաստելու ենք փակ կափարիչով մարմանդ կրակի վրա 2-ից 3 րոպե։ Երբ տեսնում ենք փանքեյքի վրա պղպճակներ են առաջանում, նշանակում է արդեն շրջելու ժամանակն է։ Մյուս կողմը եւս կարմրացնում ենք մոտ 2 րոպե։ Պատրաստ է։ Ասեմ, որ այս չափաբաժնի խմորից ստացվում է մոտ 20 հատ միջին չափի փանքեյքներ։ Ես որոշեցի այն մատուցել խտացած կաթով, դուք կարող եք մատուցել ինչով կցանկանաք։ Այս բաղադրատոմսն այնքան պարզ է, որ կարող եք պատրաստել նաև երեխաների հետ միասին։ Վստահ եմ այդ ընթացքն իրենց շատ դուր կգա։ Դրանք շատ հարմար են երեխաների ընդմիջման, պիկնիկի կամ ուղղակի տանը սուրճի ու թեյի հետ վայելելու համար։ Ստացվում է անչափ փափուկ, շատ համեղ ու բերանում հալչող փանքեյքներ։ Դե ինչ, չմոռանաս պահպանել բաղադրատոմսը, պատրաստել եւ վայելել այն։ Նաեւ միացիր իմեջին նման հեշտ ու համեղ բաղադրատոմսերի համար։ Բարի ախորժակ։